Ինչու ոչ բոլոր տարրերն են համապատասխանում, այն տարրերը, որոնք ի սկզբանե այն բառերը, որոնք ունենք տարրերի, պարբերական շարքի տարրերի նկատմամբ, դրանք ճշգրիտ համապատասխանում են։ Հարկավոր է պարզապես բացահայտել, վերհանել, ճշտել, փորփրել, գտնել նախորդ ժամանակներում ինչ բառեր ենք ունեցել, որոնք մերժվել են, մոռացվել են, օրինակ քաղաքակրթությունը ինչպես է ճշմարտությունները ծածկում, օրինակ հիմա գիտական լեզվով արջիճը կոչվում է կապար։ Բավական էր կրթել հայ ազգին այդ տրամաբանությամբ, ակադեմիզմի լեզվով, եւ եթե չլինեին բարբարները, այդ հրաշք լեզվի, աստվածային լեզվի պահուստարանները, եթե չլինեն, կվերանար եւ մենք կորցնենք այդ հրաշք բառը, եւ այդ կերպ կմոռացվեր։ Եվ պայմանական մի բառ կօգտագործենք, որը չի արտացոլում եւ բնութագրում արջիճ երևույթը։ Մեր լեզվի մեջ թաքնագրված է, դրված է եւ ի պահ է դրված աստվածային լեզուն։ Դա պայմանականություն չէ։ Դա բանական համակարգ է, Մեսրոպյան Այբուբենով հայոց լեզուն։ Նախ հայոց այբենի ամեն մի տառ անուն ունի եւ այդ 36 բառերը հրաշալի աղոթք են նախ առաստված եւ բացի այդ 36 բառերով կարող ես հասկանալ, վերցանել բոլոր ժամանակների, բոլոր լեզուների խորհուրդները աստվածային մտածողության մեջ ինչ են նշանակում դրանք։ Արարիչ Բովանդակ գոյության դատավոր երկնքի, զորավոր էություն աստուն, թագավոր ժամանակած իրաց, լուսող խավարի ծոված կենսականած համայնի, ձայն ողանջած ճեմարան մտած Հիսուս Նազորեցի շնոր ոգեշունչ, չարյաց սպատաղիչ ճանադիր ռաբբի սուրբ վկայություն Տեր Ժոպեի ցանկալի ու փառք Քրիստոսի։ Այս 36 բառերը երբ որ գործադրում ենք որևիցե լեզվու արտաբերած բառի նկատմամբ, սկսում ենք հասկանալ ինչ է դա աստվածային գործերի մեջ նշանակում։ Օրինակ մեր ազգի նկատմամբ անվան։ Մենք մեզ հայ ենք ասում, իդեպ միայն մենք ենք մեզ հայ ասում, դրա մեջ լուրջ խորհուրդ կա, երկար ժամանակի խնդիրը դրան պարզաբանումը։ Հայ հտարի անունը համայն է ան արարիչ եւ են Հիսուս։ Ստացվում է թաքնագրության մեջ հայը կոչվում է համայնի արարիչ Հիսուս, հայ։ Հովհաննես առաքյալը հայտնության մեջ ինչ է ասում, ասում է եւ ես եղա հոգու մեջ եւ ինքը նկարագրում է Աստծուն։ Բազմած փառահեղ աթոռին նրա շուրջ 24 երեցներ, Աստծո արջևին 7 կրակներ, դրանք ասում 7 հոգիներն են եւ 4 գազաններ տարբեր կենդանիների դեմքերով, որոնցից մեկը մարդ, իհարկե մարդ դեմքով։ Եվ երբ որ Հովհաննես առաքյալի տեսած անձերի քանակը գումարում ես Աստծո շուրջ, գումարը ստացվում է 36։ Հայոց այբենը բաղադրված է 7 ձայնավորից եւ 29 բաղաձայնից։ Քերականական տարբեր մոտեցումներ կա ե-ի նկատմամբ, որպես ոչ ձայնավոր, բայց դա արտառոց դեր ունի թաքնագրության մեջ։ Եվ 7-29 համակարգը, երբ որ բառային իմաստներ ես վերածում, կոչվում է էություն սուրբ։ Ուրեմն ձայնավորների կառուցվածքը, հաջորդականությունը իդեալական համապատասխանությունի ձայնաշարի հետ, երաժշտական։ Նախ Այբուբենը եզակի ձայնաշար է իրենից ներկայացնում, երբ որ դիտարկում ենք ձայնաշարը օկտավա կոչված է որից է գործիքի վրա, ապա տեսնում ենք, որ
Ձայնավորները համապատասխանում են հիմնական ձայներին, դո, ռե, մի, ֆա եւ այլ, եւ կիսաձայները դրանք բաղաձայներն են։ Երբ որ տեղաբաշխումը դիտարկում ենք այ բենի մեջ ձայնավորների եւ ձայնաշարի, ա, ե, ի, չէ, դո, ռե, մի, ֆա։ Մի, ֆա արանքը այնտեղ ձայնաշարի վրա կիսաձայն չկա եւ մեր այ բենի մեջ երկու ձայնավորի արանք էլի կիսաձայն չկա։